Կազմավորված է առավոտ 7-ից երբեմն գիշերը մինչև 11-ը եւ սա էլ կարևոր ժողովրդավարական գործընթաց է, որը մենք անում ենք եւ ցույց ենք տալիս նաեւ մեր քաղաքացիներին եւ նաեւ մյուս կուսակցություններին ինչպես է պետք ձևավորել ցուցակները։ Այսինքն կարող է սա բարակիչ դառնալ այս մեխանիզմի ներդրումը մյուս կուսակցությունները եւս ներդրում իրենց։ Մենք ուզում ենք, որ վարակիչ դառնալ, դրա մասին շատ ենք խոսել եւ ժողովրդավարական երկրներում կամ զարգացած ժողովրդավարությամբ քաղաքական համակարգերում սա ընդունված գործընթաց է, օրինակ նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդ primaries-ները, որ մենք տեսնում ենք թե նախագահի տեխնացուների ընտրության եւ թե տեղերում սենատորների, կոնգրեսմենների ընտրության, ըստ էության սա դրա մի տեսակն է եւ սա օրենքով էլ է նախատեսված, այսինքն օրենքով նախատեսված է, որ համաժողովը պետք է հաստատի առաջի 30-ը, բայց մենք գնացել ենք դրանից անդին, ավելի խորն ենք վերցրել եւ ավելի մեծ ենք հաշվի նստելու մեր կուսակից ընկերների կարծիքի հետ։ Պարոն Թորոսյան, ըստ էության ինչ քվեարկության պատկեր կձևավորվի այս 3 օրերի ընթացքում, դա ֆիքսված չի լինելու, եթե ճիշտ եմ հասկացել ձեր կուսակցական գործընկերների նաև բացատրություններից, եւս ինչ-որ փուլեր են լինելու, որով արդեն վերջնական տեսք ունենա ցուցակը։ Ըստ էության չի նշանակում, որ ամեն դեպքում այս գործընթացի մեջ ինչ-որ ձևական տար կա, որովհետև հետո այն փոփոխվելու է։ Սրան արձագանքեք ու խնդրում եմ կասեք այդ հետոն արդեն, այս 3 օրերից հետո արդեն վերջնական ցուցակի ձևավորման սկզբունքները ինչպես են լինելու, այսինքն ինչ ընթացակարգով է արդեն վերջնական ֆիքսվելու։ Ինձ թվում է դուք պետք է տայիք երկրորդ հարցը, նոր առաջինը ու նետոնոր եզրահանգումներ անեիք ձևականության կամ ոչ ձևականության վերաբերյալ։ Չեք հարցնում, դուք պնդում եք անում, որ արդյոք ձևական չէ, երբ որ նույնիսկ չգիտեք, թե երկրորդ փուլը ինչպես է տեղի ունենալու։ Եթե ձևական լիներ, սա նաև չէր լինի ընդհանրապես եւ մենք կուսակցության համաժողովին պարզապես մեր կողմից որոշված, վարչության կողմից որոշված 30 առաջի համարների հարցը կդնեին քվեարկության, ըստաբար բոլորը կողմ կքվեարկեին, ինչպես շատ կուսակցություններում, եւ այդպես կգնայինք առաջ, օրենքի պահանջները կատարած կլինեինք։ Բայց մենք դա այդպես չենք արել, ավելին մենք անում ենք երկփուլ քվեարկություն, ըստ էության հիմա մենք ունենք կարելի ասել նախավորակավորման փուլ եւ ձևավորվել է կուսակցության մի քանի ցուցակի մի քանի հատված, առաջի հատված, երկրորդ հատված եւ 100-ից ավել է, այսինքն առաջի 50-ը, երկրորդ 50-ը եւ 100-ից ավել հատվածը։ Առաջի 50-ը շարունակելու է քարոզչություն անել կուսակցության շրջանակներում եւ նորից է քվեարկվելու արդեն վերջնական ռեյտինգավորման եւ կուսակցությունը ինչպես որոշի պատվիրակները համաժողովի, այնպես էլ դասավորվելու է այդ ցուցակը առաջի 50 համարները, երկրորդ 50 համարները դասավորվելու են կուսակցության վարչության կողմից այդ թվերի մեջ ընդգրկված անձանց ենք դասավորելու 50-ում, այսինքն կարող է լինել որոշակի տեղաշարժեր, բայց իհարկե նաև հաշվի առնելու իրենց ի սկզբանե ստացած ձայնը, այսպես ասած, եւ տրամաբանական չի, օրինակ 55-րդ համարին դնել 95-րդ համար։ Իսկ 100-ից վերև արդեն մեր կուսակից ընկերների տեխնացուների դասավորումը անելու է վարչությունը եւ ներկայացնելու է կենտրոնական դրական հանձնաժողով։ Ասացիք երկրորդ 50-ին է վարչությունը, չէ՞։ Երկրորդ 50-ին վարչությունը որոշելու է, ուշադիր չեք հետևում։ Վարչությունը որոշելու է տեղը 50-ի մեջ։ Իսկ 100-ից բարձր ցանկացած տեղ, ով 100-ից բարձր ձայն կհավաքի այս նախավորակավորումից հետո։ Պարոն Թորոսյան, այսինքն առաջին 50-ը նորից համաժողով է լինելու, կրկին քվեարկություն բաց եւ կրկին լինելու է նորից ռեյտինգավորում, նույն մեխանիզմով մոտավորապես, ավելի փոքր քվեաթերթիկով եւ մեր համաժողովը ըստ էության ավարտված չի լինելու, քանի դեռ վերջնական ցուցակը հաստատված չէ։ Մենք ունենալու ենք երկար համաժողով։ Եվ մի հարց է դուք ասացիք կշարունակենք քարոզչությունը, քարոզարշավի ընթացքում։ Այս փուլի համար արվեց, թե այն ինչ տեղադրվում էր Facebook-յան էջերում դա է, եւ քարոզարշավի ընթացքում կուսակիցներին համոզելու կամ քարոզարշավ անցկացնելու օրակարգը որն է, ինչ օրակարգով են առհասարակ խոսում իրենց, այսինքն դուք ձեր թիմակիցների հետ։ Ես կարծում եմ նախ մենք միշտ թափանցիկ ենք եղել եւ այդ ամենը չենք թաքցրել նախկինում էլ։ Այս փուլի համար արվել է միայն հրապարակային քարոզարշավ, այսինքն տարածքային կազմակերպություններով մենք չենք շրջել, մեր կուսակից ընկերների հետ չենք շփվել տետատետ այդ թեմայով, այլ հրապարակային ենք ասել մեր ասելիքը եւ
Սա նորից տեղավորվում է այդ իմ ասած թափանցիկության եւ քաղաքական համակարգի կայացվածության կոնցեպտի մեջ, որը շատ երկրներում կա։ Իսկ երկրորդ փուլում մենք նաեւ կշրջենք տարածքային կազմակերպություններում եւ կխոսենք որպես ազգային ժողովի падգամավորի տեխնացու մեր անելիքների եւ կհայցենք մեր կուսակից ընկերների քվեն որպես ցուցակում տեխնացու եւ նաեւ ապագայում կամ ազգային ժողովի կամ կառավարության մաս արդեն ով որտեղ ես ընտրել եմ արդեն գաղտնի քվեարկությունը բայց ինչ որ բան կարող է Դուք ինքներդ պատասխանում եք ձեր հարցին եւ նորից հարց եք տալիս։ Իմ հայցողությամբ ընտրել եմ իմ պատկերացրած լավագույն 50-ին, ինչ որ միշտ համարել եմ առաջնային։ Կատարած աշխատանքը, մեր սկզբունքներին հավատարիմ լինելը, ժողովրդավարական լինելը, նաև կուսակցական ընկերների ձայնը լսելի դարձնողները, մեր ազգային ժողովում եւ կառավարությունում կատարած իրենց աշխատանքը վերջի 8 տարիների ընթացքում եւ բազմաթիվ այլ գործոններ, որոնց բոլորին մենք ըստ էության ճանաչում ենք եւ յուրաքանչյուրս ունենք մեր այդ պատկերացրած շրջանակի մեջ մեր տեխնացուները։ 50-ի չէ, ընտրելու հնարավորություն կա։ Իսկ 50-ի մեջ կան անկուսակցականներ, որոնց դուք ընտրել եք։ Հարգելի գործընկերներ, հիմա դուք ուզում եք պրովոկացնել ինձ, որ ես հրապարակեմ, որը նախ չեմ անի, երկրորդը նաև արգելված է մեր կարգերով եւ ես չեմ հասկանում, թե դա ինչ է տալու, որ ես հիմա օրինակ անուններ տամ կամ չտամ։ Կուսակցականներից կուսակցականների օրինակ տեսնում եք այդ առաջին Դա որոշում է համաժողովը, իմ տեսնելը եւ չտեսնելը շատ բան չի որոշում, ես ընտրել եմ իմ համոզմունքներով եւ հայացողությամբ եւ ես կարծում եմ, որ ընդհանրապես քաղաքական համակարգի կայացմանը զուգընթաց մենք պետք է նաեւ խրախուսենք, եթե դու ինչ-որ մի թիմի հետ ճանապարհ ես անցնում, այդ թիմի արժեքները ամբողջությամբ կիսելը եւ առավելություն, եթե դա կարելի է համարել, որտեղ հնարավորություն է սա ինչ-որ բան փոխելու եւ նաեւ պատասխանատվությունը։ Մի ապա կուսակցական հարց, պարոն Թորոսյան, երեք հայտնի դարձավ, որ ուժեղ Հայաստանի տեխնացուն Սամվել Կարապետյանն է։ Ձեզ համար լուրջ մրցակից համարում եք։ Սամվել Կարապետյանը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավորի տեխնացու եւ վարչապետ եւ իմ համար մնացած խոսակցությունները պարզապես ավելորդ են եւ ժամանակի կորուստ։ Շնորհակալություն։ Իսկ որ իրենք պատրաստվում են հաղթելու դեպքում փոխել սահմանադրությունը եւ ընձեռել այդ հնարավորությունը։ Ես կարծում եմ շատ հստակ պատասխանեցի ձեր հարցին եւ այդտեղ ավել խոսալու բան չկա, չեմ պատկերացնում նույնիսկ ով ինչ է մտածում այդ հարցի շուրջ, բայց մեր օրենքները շատ հստակ են, եթե ինչ որ մեկ ուզում է խորանալ դրանց մեջ, խնդրեմ։ Այս բանի նման նախագիծ չկա քննարկման դրված։ Այս բանի շրջանառության մեջ նման նախագիծ չկա։ Ես կարծում եմ, որ մենք պետք է կենտրոնանանք աշխատանքի միջոցով մեր երկիրը վերափոխելու վրա եւ դա էլ անում ենք, նաեւ տեսնելով օրեցօր ավելացող աշխատատեղերը եւ մեր զարգացման, մեր երկրի զարգացման, մեր մարդաշնչով հնայի ավելացման ինչ որ փուլում հնարավոր են տարբեր տեսակի կարգավորումներ անել, բայց առաջին հերթին մենք պետք է կենտրոնանանք աշխատելու, այդ թվում նաև շատ աշխատելու վրա, որտեղ դրա միջոցով կարող ենք փոխել թե մեր անհատական կյանքը եւ կենցաղը եւ սոցիալ-տնտեսական վիճակը, թե ընդհանրապես զարգացնել մեր պետությունը։ Ես չեմ ուզում ճիշտ ասած վիրավորել որևէ մեկին, բայց դպրոցում պետք է լավ սովորել, շնորհակալություն։ Շնորհակալություն։